Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային շաբաթը, տարեվերջյան վերջին շաբաթն է մեկնարկում, որտեղ առաջին խաղադաշտ են դուրս գալիս միմյանց դեմ մրցելու Վերդերը եւ Մոնցան։ Սա որևէ տեսանկյունից կարող է նաեւ պատասխան հանդիպում իհարկե լինել, մրցում են այն թիմերը, ովքեր Summer Cup-ի եզրափակիչում հանդիպեցին միմյանց դեմ, որտեղ 11 մեծանոց հարվածաշարով Մոնցան կարողացավ նվաճել գավաթի, իսկ հիմա արդեն Winter Cup-ի 9-րդ տուրի շրջանակներում թիմերը կփորձեն ապացուցել միմյանց Summer Cup-ում տեղի ունեցած արդյունքի մասին, թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին ու արդեն վերսկսվեց հանդիպումը, Մոնցան գնդակը հանձնում է Վերդերին ու արդեն Վերդերի ֆուտբոլիստները սկսում են խորքից, եկեք ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, սկսենք Վերդերից դարպասը պաշտպանում է Գաբրիել Պողոսյանը համար 1, Վոլոդյա Մարկարյան համար 5, Երիկ Էլոյան համար 7, Տիգրան Հաղթազարյան համար 8, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11, ով նաև թիմի ավագն է, Խաչատուր Էրզումյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բադալյան համար 23 և Հրաչյա Յարդումյան համար 26, թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը։ Մոնցայի դարպասը պաշտպանում է Արտուր Հովանեսյանը համար 1, Վենետիկ Չոկանդարյան համար 5, Սուրեն Բադալյան համար 6, Գուրգեն Մնացականյան համար 7, Արտաշես Ղազարյան համար 8, Մխիթար Ավետիսյան համար 9, նա նաև թիմի ավագն է, Մուսա Ալեքսանյան համար 10, Արշալույս Պապոյան համար 14, Ռաֆայել Ավակյան համար 15, Ռաֆայել Գևորգյան համար 17, Գարնիկ Սարգսյան համար 18 և Նարեկ Կարդաշյան համար 20, Ավետիսյանն է գնդակով, իսկապես շատ հետաքրքիր հանդիպում են դիտելու, այստեղ Էլոյանը կարողացավ խլել գնդակը, բայց հետո հեռու թողեց ու կորցրեց, այն չնայած շարունակվում է Վերդերի գրոհը, Ադալյան պետք է հարվածել, անկասելի է հարվածում Ադալյանը բացելով այս հանդիպան հաշիվը 1-0։ Զորա Բադալյան 1-0 Վերդերը շատ արագ կարողանում է բացել այս հանդիպան հաշիվ ու արդեն Մոնցայի խնդիրը բարդացնել այս խփած գնդակով, իհարկե Մոնցան այն թիմերից չէ, որ հենց հանդիպան մեկնարկում մեկ գնդակ բաց թողնելուց հետո նահանջիչ փորձի շարժվել առաջ, իհարկե մենք Մոնցայի խաղաղողջին շատ ծանոթ ենք, հատկապես Summer Cup-ում նրանց ցուցաբերած ելույթներից հետո իսկապես շատ հաջող ելույթ ունեցավ Մոնցան խմբային փուլից հետո հաղթահարեց բոլոր մրցակիցներին Play-off-ում 11 մեծանոց հարվածաշարով, իսկ ավելի տպավորիչ էր իհարկե Մոնցայի անցկացած հանդիպումը Սելտայի դեմով հաղթում էր Մոնցային 5-2 հաշվով, բայց Մոնցայի ֆուտբոլիստները իրենց մեջ ուժ գտան, կարողացան 3 գնդակ ետ բերել, հավասարեցնել հանդիպան հաշիվ ու հետո հետխաղային 11 մեծանոց հարվածաշարով ավելի ուժեղ գտնվել։ Դրան հաջորդեց կիսա եզրափակիչը, հետո էլ արդեն եզրափակիչում Վերդերի հետ 1-1 արդյունքից հետո Մոնցան կարողացավ 11 մեծանոց հարվածաշարերի շնորհիվ կրկին ուժեղ դուրս գալու արդեն գավաթը բարձրացնել իր գլխավերևում։ Հիմա արդեն հանդիպում այլ պատկեր է ստանում, եթե եզրափակիչում հենց Մոնցան էր բացել հանդիպան հաշիվը, ապա այստեղ Վերդերի ֆուտբոլիստները շատ արագորեն կարողացան գրավել Մոնցայի դարպասը, ինչին իհարկե Մոնցան պատրաստ չէր, բայց բնականաբար փորձելու են անել հնարավորինս այս բարդ իրավիճակից դուրս գալու համար, հիմա ստանդարտ կիրասի Վերդերը քիչ անց նաև կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ ամեն տուրից հետո արդեն պատկերը էլ ավելի է հետաքրքրանում, այս ստանդարտի խաղարկումը տեսնենք, Ադալյանն ու Հաղթազարյանն են գնդակի մոտ, թողեց Ադալյանը գնդակը Հաղթազարյանին, կամ մրցավարի Սուլիչը կարող է Հաղթազարյանը նմանատիպ տարածություններից հարվածել, այդպես էլ արեց, բայց այստեղ գնդակը մինչև դարպասապահ Հովանեսյանը չհասավ, պաշտպանը կարողացավ ոտքով հեռացնել, իսկ հետո էլ հենց Հովանեսյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզիսկ նետի Վերդերը
Էլոյանն է պատրաստվում եզրային նետում իրականացնելու խաղարկում է գնդակը Վոլոդիա Մարկարյանի հետ կրկին Էլոյան շատ լավ նկատեց Մուրադյանին բայց Ալեքսանյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին իսկ այստեղ հեշտությամբ իհարկե Մուրադյանին չէ շրջանցի նա շատ փորձառու պաշտպան է Աֆելում ընդհանրապես Աֆելի անցկացող մրցաշարերի ամենաշատ անցկացած հանդիպումներից ֆուտբոլիստերից մեկն ով ամենաշատ հանդիպումներն է անցկացրել այստեղ Ալեքսանյանը կարող էր հիմա լավ հարված կատարել բայց Էլոյանը դա թույլ չտվեց ու հիմա Վերդերն էր փորձում գրոյի անցնել բայց այստեղ էլ Մոնցան հաջող պաշտպանվեց կրկին գնդակով Մոնցայի ֆուտբոլիստներն են լավներ փոխանցումը բայց Մարկարյանը կասեցեց մրցակցի գրո ու հնարավորություն տվեց Վերդերին արագ գրոյի անցնել Մելքոնյան վտանգավոր է Մելքոնյան հարված ու գնդակը այստեղ մի փոքր շեղությամբ է ընթանում Մելքոնյանի կատարած հարվածից հետո բայց չեմ հասկանում մի բան Մելքոնյանին ինչու փոխանցում չկատարեց Էրզումյանի ուղղությամբ ով արդեն պատրաստ էր Մելքոնյանի փոխանցումը եզրափակելուն իհարկե եթե հիմա Վերդերը խփեր երկրորդ գնդակը դա էլ ավելի կհետաքրքրացներ այս դիմակայությունը իհարկե Մոնցան արդեն կբացեր արդեն կփորձել այս շոկային իրավիճակից դուրս գալ այնպես չէ որ մեկ գնդակը դեռ որոշիչ է այս խաղում բայց իհարկե բաց թողնել այդ առաջին գնդակը 7 րոպեի դրությամբ մի փոքր Մոնցայի ծրագրերի մեջ չէր մտնում Պապոյանն է գնդակով արգելակում է ու թողնում գնդակը խաղանկերոջը հիմա էլ փոխանցում ենք տեսնում բայց Տիգրան Աղտազարյանը կանգնեց գնդակի ճանապարհին հետո ստացավ Մարկարյանից փոխանցում իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում Աղտազարյանի դեմ պայքարում ու սուլեց մրցավարը ստանդարտ կիրացնի հիմա Վերդերը Մուրադյան խաղարկում է գնդակը Աղտազարյանի հետ լավ նկատեց Աղտազարյանն էլի իհերթին Էրզումյանին տեսնենք այս գրոհիչ կտա Վերդերին Խաչատուր Էրզումյանն է գնդակով աչեցրում Ադարյանի հետ պատխաղարկումը գեղեցիկ էր Էրզումյան կամ Մելքոնյանը Էրզումյան 2-0-ից էլ գրավում է դարպասը բայց հիմա մրցավարը կարծես թե կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար մինչ Էրզումյանի կատարած հարվածը կար խաղի կանոնների խախտում թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու Վերդերի խփած գնդակը արձանագրված չէ փոխարենը խաղի կանոնների խախտումը նշանակում մրցավարը Մոնցայի ֆուտբոլիստերի օգտին կար խաղի կանոնների խախտում Խաչատուր Էրզումյանի կողմից իհարկե պայքարի ժամանակ ու հիմա հաշիվը մնում է անփոփոխ 1-0 այո իսկապես շատ բարդ կլիներ պատկերացնել արդեն եթե Վերդերի երկրորդ գնդակը հաշվեր մրցավարը ինչ տեղի կունենար խաղադաշտում այս լարված հանդիպման ընթացքում միաժամանակ հիմա տեսեք Էլոյանը ապահովության համար հեռացնում է գնդակ ու ես իսկ նետի Մոնցան կարծում եմ այս Վերդերի արագ գրողները Մոնցային պետք է դաս լինի որպեսզի նրանք կարողանան էլ ավելի արդյունավետ գործել հատկապես պաշտպանությունում իսկապես այսօր Մոնցան առայժմ պաշտպանությունում ունի խնդիրներ բայց դա լուծելի խնդիրներ են Հիմա ստանդարտ է նշանակել մրցավարը Վերդերի դարպասի ուղղությամբ բավական վտանգավոր է դիրքը Չոկանդարյանն է գնդակի մոտ տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Մոնցայի ֆուտբոլիստերին Կա մրցավարի սուլիչը Վենետիկ Չոկանդարյան Խաղարկեցին այստեղ գնդակը, բայց Մելքոնյանը կրայեց մրցակցի մտահղացումը, խլեց գնդակը ու շարժվում է առաջ, մայիս Մելքոնյան, Էրզումյան, հիմա կհաշվեն արդեն, Էրզումյանի խփած գնդակը 2-0 Վերդերը կրկնապատկում է իր առավելությունը։ Խաչատուր Էրզումյան 2-0 իհարկե Էրզումյանը դարձավ այս դրվագում գոլի հեղինակ, բայց գոլը իհարկե կարելի է նաև նշել Մելքոնյանի անվան դիմաց իսկապես արեց հնարավորինս Էրզումյանի հաջողության հասնելու համար Մայիս Մելքոնյանը կարողացավ մրցակցի ստանդարտը չեղարկել, ապա խլելով գնդակը արդեն սկսեց Վերդերի արագ հակագրոհ ու ինչպիսի փոխանցում կատարեց հենց Էրզումյանին ու ով պետք էր նմանատիպ իրավիճակում պարզապես գրավել դարպասը, ինչը բարձր մակարդակով կարողացավ անել Խաչատուր Էրզումյանը 2-0 հիմա արդեն Մոնցան կներկվի առաջ բնականաբար կորցրածը ետ բերելու իհարկե դեռ հանդիպման մեկտարկից ընդամենը 10 րոպե անցել, բայց առայժմ որպես այդպիսին Մոնցան վտանգավոր պահ չի ստեղծել Վերդերի դարպասի ուղղությամբ, առայժմ
Հարվածներ պետք է փորձեն կատարել, հիմա Ալեքսանյանը հենց դրանով էր զբաղված, բայց այստեղ դարպասաձողն է օգնության գալիս արդեն Վերդերին, Մոնցայի առաջին հարվածը մենք տեսանք դեպի դարպաս, այն էլ ինչպիսի հարված, բայց այստեղ հորիզոնական դարպասաձողը եկավ օգնության Վերդերին, հիմա նորից Մոնցան է անցել գրոյի, բայց Պապոյանը իրենից վերու թողեց գնդակ ու այն լքեց դաշտի սահմանները, հարված կլինի Գաբրիել Պողոսյանի պաշտպանած դարպասից։ Հաղթազարյանի հետ է խաղարկում Պողոսյանը, գնդակը դեպի ձախ Հայկ Մուրադյան, նորից Հաղթազարյանին ուղարկեց գնդակը, Հաղթազարյանն էլ իրենից դեպի աջ է ուղարկում, Էլոյան կփորձի զարգացնել արագություն, բայց այստեղ փորձեց գտնել Մելքոնյանին, Էլոյանը պարզապես փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց ու հարված կլինի հիմա Մոնցայի դարպասից։ Եվ այսպես մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է, Մոնցան այս պահին գտնվում է 6-րդ հորիզոնականում 12 միավորով, Վերդերն էլ այս պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում վաստակած 7 միավորով, իհարկե հաղթանակի դեպքում Վերդերը չի շրջանցի Մոնցային, բայց բավական կրճատի միավորների տարբերությունը Վերդերը իսկապես առաջության մեկ տարկը պարզապես ձախողեց, Պապոյան հիմա էլ հաջող չկասեցեց Պապոյանը գնդակը, այո ձախողեց Վերդերը առաջության մեկ տարկային մի քանի տուրերը, նույնիսկ նախորդ տուրում շատ բարդ հանդիպում էր անցկացնում առաջատար Յուվենտուսի հետ ու ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ զիջեց առաջատարին 2-1 հաշվով պարտվեց Վերդերը այդ խաղում, բայց խաղից խաղ իհարկե Վերդերը վերականգնում է իր մարզավիճակը ու հիմա արդեն կփորձեն առաջնության երկրորդ հատվածում փորձել անել հնարավորինս իհարկե խմբային փուլից բարդ արգելքը հաղթահարելու համար, ինչ իհարկե Վերդերը կարող է անել։ Պապոյան պայեց գնդակը, բայց հետո արդեն հեռու թողեց իրենից ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի կրկին Գաբրիել Պողոսյանի պաշտպանած դարպասից, նորից Մուրադյանին է ուղարկում գնդակը Պողոսյանը, Էրզումյան ուղարկեց գնդակը Մայիս Մելքոնյանին, լավներ Մելքոնյանի փոխանցումը, Մարկարյան դեպի աջ գրագետ փոխանցում տեսանք, Էլոյանն է ընդունել գնդակ ու շարժվում է առաջ, Էրիկ Էլոյանը լավ անցում էր Էլոյան, բայց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի հիմա էլ արդեն Արթուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից խաղարկում են պաշտպանները Մոնցայի արագորեն գնդակը դեպի աջ փոխանցում ենք տեսնում այստեղ իհարկե Մուրադյանը շատ վստահ կերպով դուրս եկավ իր դիրքից ու չեզոքացեց մրցակցի արագ գրող կազմակերպելու հնարավորությունը եզից հիմա կանետի Մոնցան Մուսա Ալեքսանյան, իհարկե Ալեքսանյանի նկատմամբ այսօր լուրջ վերահսկողություն են նշանակել Վերդերի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Արտուր Սարգսյանը, այս գրոյից հետո տեսնենք իհարկե Սարգսյանը քաջ գիտակցում է Ալեքսանյանի վտանգավոր գործողությունները խաղադաշտում եւ այսօր Ալեքսանյանին միանգամից մի քանի ֆուտբոլիստ կարողանում են առայժմ վերահսկողության տակ առնել թույլ չտալով բացի այն հարվածից, որը նա կատարեց քիչ առաջ ու գնդակը դիպավ դարպասաձողին հարվածել դարպասի ուղղությամբ, այո Ալեքսանյանին եթե ցանկանում ես հաղթել Մոնցային պետք է առաջինը մտածել հենց այդ գործողության մասին, իհարկե Ալեքսանյանի կատարած հարվածները բավական հուժկու են ստացվում ցանկացած մրցակցի դարպասի ուղղությամբ Հաղթազարյան ուղարկում է գնդակը Մուրադյանի ուղղությամբ լավներ Մուրադյանի փոխանցումը դեպի Մայիս Մելքոնյանը տեսնենք ինչ որոշում կայացի Մելքոնյանը շատ գրագետ փոխանցում Ադարյանը ափսոս այս գրով այսպես ավարտվեց իսկապես առանց նայելու կատարեց փոխանցում Մելքոնյանը ճշգրիտ փոխանցում բայց հետո Ադարյանը հեռու թողեց իրենից գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից հիմա էլ արդեն Մոնցայի մոտ գրոյի անցնել չստացվեց ու հարված կլինի կրկին Վերդերի դարպասից Հայկ Մուրադյանն է նորից գնդակով Ադարյան գեղեցիկ փոխանցում էր հիմա էլ Ադարյանի կողմից կատարված դեպի Մելքոնյանը Էրզումյան նորից Ադարյան խաղարկում է առայժմ Վերդերը գնդակի իհարկե ունեն երկու գնդակի առավելություն Եվ այս պահին կարծում եմ Վերդերը առաջինը մտահոգվելու կարիք չունի, պետք է պարզապես պաշտպանվել ու հիմա կարող էր Պապոյանի հարվածից հետո գնդակը հայտնվել դարպասում, բայց այստեղ
Ժպտաց բախտը Վերդերին ու Պապոյանի հարվածնել շեղությամբ ընթացավ, իհարկե կրկնում եմ առայժմ մտահոգվելու կարիք ունի միայն Մոնցան այս րոպեներին, ով փորձում է մինչ ընդմիջման գնալը բնականաբար կրճատել հաշվի տարբերությունը, Վերդերը իհարկե կարող է նույնիսկ ընդմիջման գնալ այս հաշվի պարագայում, բնականաբար նրանց ձեռնտու է 2-0 արդյունքը ընդմիջման գնալուց առաջ ու տեսնենք խաղակեսի մնացած ժամանակահատվածում թիմերից որ մեկը իր հերթին ինչ կփորձի անել, հիմա ուժեղ փոխանցում տեսանք դեպի առաջ դարապասապահի կողմից, բայց անհաստ է ստացվեց այս փոխանցումը ու եզից արդեն կնետի Մոնցան Չոկանդարյանն է գնդակով, թողեց գնդակը Գևորքյանին, այստեղ էլ հաստրեց փոխանցում կատարել Մոնցայի պաշտպանը, բայց Մարկարյանն է հաջող խլում կատարում, լավ էր մտածել Վոլոդյան Մարկարյանը պարզապես այստեղ գնդակը ջահասավ Էրզումյանին, հիմա տեսնենք այս գրոհ ինչ կտա Մոնցայի ֆուտբոլիստերին, Պապոյան մնաց գնդակով Պապոյանը, պահեց գնդակը դաշտի սահմաններում, հետո էլ այն բաժնացավ Վերդերի ֆուտբոլիստերին, Մարկարյան այստեղ փորձեց արագություն զարգացնել Մարկարյանը, բայց փակեցին նրա առաջխաղացման ճանապարհը ու հիմա արդեն Մոնցան կսկսի խորքից Գևորքյան ուղարկում է գնդակը դեպի Սարգսյանը, Գառնիկ Սարգսյան, Ալեքսանյան նորից Սարգսյան կարողացավ այստեղ շատ ճիշտ ժամանակին փոխանցում կատարել Չոկանդարյանի կատարած փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց ու հիմա Էլոյանն է շարժվում առաջ աջ եզրով Էրիկ Էլոյան փոխանցումը կա ու այստեղ դիպավ արդյոք գնդակին Գևորքյանը թե ոչ չեմ կարող ասել, բայց գնդակը մնաց Վերդերի մոտ Մելքոնյան Մուրադյանն է գնդակով ու արդեն Խորքից են փորձում հերթական գրոհ սկսել Վերդերի ֆուտբոլիստները Տիգրան Հաղթազարյան լավ նկատեց Մելքոնյանի առաջխաղացումը Հաղթազարյանը Մելքոնյանն էլ երթին փորձեց գնդակը հասցեակել Էրզումյանին, բայց այստեղ չստացվեց Ադարյանն էլ մաքուր է գործում Էրզումյան կտեսնենք երրորդ գնդակը այո կտեսնենք 3-0 Վերդերը եռապատկում է առավելությունն է Էրզումյանն էլ դուբլ է գրանցում իր անվան դիմաց Երեք 0 Վերդերը երրորդ գնդակը հեղինակում առաջի խաղակեսում իհարկե Էրզումյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց բայց ինչպես նախորդը Էրզումյանի խփած գնդակի ժամանակ ամեն ինչ իր վրա վերցեց ու բարձր մակարդակով կարողացավ կատարել Մայիս Մելքոնյանը այս դրվագում էլ իհարկե պետք է խոսել Ադարյանի փայլուն անհատական գործողությունների մասին ինչպես սա անկման գնով խլեց գնդակը մրցակցից հետո ճիշտ ժամանակին փոխանցեց Էրզումյանին ով իհարկե նմանատիպ իրավիճակներում դարպասը գրավելու մեծ սովորություն ունի ու կարողանում է գործը շատ հաջող կերպով անել 3-0 հիմա արդեն այս հաշիվը պարզապես շոկային է Մոնցայի համար պետք է փորձեն անհնարինս հնարավոր դարձնել այս իրավիճակից դուրս գալու համար բայց առայժմ ոչինչ այս րոպեներին Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ չի ստացվում Պապոյան թողնում է գնդակը Գևորքյանին ու շարժվում առաջ Գևորքյանն էլ իրենից դեպի ձախ ուղարկեց գնդակը խաղարկում են այստեղ Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը Սարգսյան դեպի Ավետիսյանը փոխանցում տեսանք ու հիմա էլ անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում Մոնցայի համար Մխիթարը Ավետիսյանը անկյունայինը տեսնենք ինչպես կխաղարկի Մոնցան Բարսից փոխանցում է տեսնում ու Մելքոնյանը հեռացեց գնդակը, բայց դա փոխանցում է ստացում Յարդումյանի համար լավներ Յարդումյանի փոխանցումն էլ դեպի Ամիրյանը, նորից Յարդումյան, բայց այստեղ հասցրեց նահանջելու լավ գործել պաշտպանությունում Արտաշ Ղազարյանով գնդակ ուղարկում է դեպի ձախ եզր, այստեղ էլ գնդակով Մոնցայի ֆուտբոլիստներն վտանգավոր է, բայց Հաղթազարյանը հասցնում է չեղարկել վտանգը դեպի Վերդերի դարպասը տանող Մելքոնյանն հեռվից փորձեց կարծում եմ հարվածով աշկինել Մելքոնյանը, բայց այս դրվագում դա նրա մոտ չստացվեց Ստանդարտը տեսնենք ինչ կտա Մոնցային Մուսա Ալեքսանյանն է գնդակի մոտ
Հերո է տարածությունը իհարկե չեմ կարող ասել անմիջապես կարվածի Ալեքսանյանը թե ոչ այդպես էլ արեց, բայց շեղությամբ է ստացվում Ալեքսանյանի կատարած հարվածը ու հարված կլինի հիմա Վերդերի դարպասից Իսկապես այսօր Վերդերի ֆուտբոլիստները շատ լավ են զգում իրենց խաղադաշտում, շատ վստահ են կարողանում ելույթ ունենալ խաղադաշտում Պարզապես հենց մեկ տարկից Վերդերը նետվեց առաջ կարողացավ բացել հանդիպման հաշիվը հետո էլ արդեն աստիճանաբար առավելությունը դարձեց 3 գնդակի Պապոյան սա հարված էր, բայց թույլ ստացվեց Պապոյանի կատարած հարվածը ու գնդակը հիմա Վերդերի ֆուտբոլիստների մոտ է Հաղթազարյան չանցավ այստեղ փոխանցումը Ալեքսանյանը կարողանում է ուղարկել այստեղ գնդակը Ավետիսյանին, Ավետիսյանի փոխանցումն կարծում եմ կրկին ուղղված էր Ալեքսանյանին, բայց այստեղ չգնաց այդ փոխանցման հետևից Ալեքսանյանը Յարդումյանն է ստանում գնդակը Յարդումյան տեսնեք իր որոշում կայացնի ուղարկում է գնդակը Մելքոնյանին Տակ ընտրանում Ադարյանը շատ լավ էր Մելքոնյանի փոխանցումը Ադարյան, բայց այստեղ Պապոյանը կարողացավ խլել գնդակը հետո էլ մաքուր գործեց կրկին Ադարյանը Համիդյան Հերվից հարված ու այստեղ Հովանեսյանը վերջի պահին կարողացավ դիպչել գնդակին հեռացելով այն դաշտի սահմաններից դուրս բավական վտանգավոր էր Համիդյանի կատարած հարվածը բայց Հովանեսյանը իր տեղում էր հիմա անկյունային կիրասի Վերդերը Կա մրցավարի սուլիչը տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա Վերդենին Յարդումյանն է կատարում փոխանցում բայց այստեղ հեռացեցին Մոնցայի պաշտպանները գնդակը այն հայտնվեց Մուրադյանի մոտ հետ փոխանցում տեսանք Մուրադյանից էլ դեպի դարպասապահ եւ այստեղ այո հեռացեց գնդակը Վերդերի դարպասապահը Պողոսյան ուղարկում է գնդակը Աչիեզը Տիգրան Հաղթազարյանն է այստեղ էլ տեղ զբաղեցել կրկին խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ Մելքոնյան Թողեց գնդակը Մուրադյանին Մելքոնյանը Այստեղ խաղարկումը չստացվեց Վերդերի ֆուտբոլիստերի մոտ, բայց հետո Մելքոնյանը մաքուր սահարկում կատարեց իսկ Ավետիսյանի կատարած հարվածը անկասելի է ստացում 3-1 մեկ գնդակ Մոնցան ետ է բերում խաղակեսի վերջնամասում Մխիթար Ավետիսյան 3-1 Մոնցան կրճատում է հաշվի տարբերությունը ընդմիջման գնալուց առաջ ու արդեն տեսնենք խաղակեսի վերջին րոպեներին ինչ կփորձեն անել երկու թիմերն էլ իհարկե եթե եւս մեկ գնդակ կարողանա մինչ ընդմիջման գնալը Մոնցան ետ բերել ապա բարձր իսկապես բարձր տրամադրությամբ ու մտադրությամբ նրանք կվերադառնան խաղադաշտ Վերդերն էլ իհարկե 3-0 հաղթելից գնա ընդմիջման ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ կարծում եմ դա իր ծրագրերի մեջ չի մտի Մելքոնյան գեղեցիկ էր անցումը Մելքոնյան ինչ անում Մելքոնյանը փոխանցում այստեղ էլ ձեռքով է խաղում Գևորգյանը ու այստեղ ստանդարտ է նշանակել մրցավարը հիմա տեսնենք Ինչ է նշանակել մրցավարը Տուգանային հարված է սա իհարկե խախտումը տեղի ունեցել Տուգանային հրապարակից դուրս Բայց դիրքը բավական վտանգավոր է հատկապես եթե փորձի նմանատիպ տարածությունից կրակել Մելքոնյանը կարող է այստեղից ռմբահարել պարզապես Մոնցայի դարպասը մենք սովոր ենք նրա կատարման բայց տարածություններից բավական ուժգին հարվածներ տեսնել տեսնենք այս անգամ ինչպես կստացվի Վերդերի խաղարկումը կարծես թե այո հենց Մելքոնյանն է պատրաստվում հարվածին կա մրցավարի սուլիչը Մայքս Մելքոնյան Մելքոնյան հարված անդրադարձ եղավ, բայց Հովանեսյանը կարողացավ այստեղ հեռացնել գնդակը ամբողջ ուժը չդրեց հարվածի մեջ Մելքոնյանը փորձեց ավելի գեղեցիկ հարվածով աշկի ընկնել, բայց այստեղ լավ գործեց Մոնցայի դարպասապահը հիմա էլ Մուրադյանը ապահովության համար հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս ու ես իսկ նետի Մոնցան Մուսա Ալեքսանյան ընկավ երկու մրցակցի շրջափակման մեջ Ալեքսանյանը գործեց գնդակը հիմա էլ փոխանցումը շատ լավն էր դեպի Հրաչյա Յարդումյանը անցումը կա
Յարդումյան հարվածը նույնպես ու 4 մեկ Վերդերը նորից 3 գնդակի առավելությունը վերականգնում է խաղադաշտում։ Հրաչյա Յարդումյան 4-1 Վերդերը խաղակեսի վերջնամասում նորից եռապատկում է իր առավելությունը, բայց եկեք այստեղ պարզապես նշենք Մելքոյանի կատարած հեռահար փոխանցումը ինչը հնարավորություն տվեց Յարդումյանին այս ամենների կատարածելու, հիմա կար խաղի կանոնների խախտում այստեղ Ավետիսյանի դեմ պայքարում, տեղին քարտ է հանում գրպանից մրցավարը ու այն բարձրացնում Մելոյանի գլխավերևում։ Հիմա տեսնենք ինչ է պատահել առաջին հերթին Մխիթար Ավետիսյանին, որից հետո կանրադառնանք հանդիպան, իհարկե հիմա էլ այդ ծանր ու պատասխանատու պահին Ավետիսյանը չստանա վնասված ու չկարողանա օգտել Մոնցային մնացած ժամանակահատվածում։ Օգտեցին այստեղ Ավետիսյանին ոտքի կանգնել, իհարկե կարծես թե պատրաստվում է փոխարինվել Ավետիսյան այս րոպեներին։ Այնուամենայնիվ կարողանա շարունակել հանդիպումը, բարդ է ասել ոչ, մնում է խաղադաշտում Ավետիսյանը, հիմա տեսնենք ստանդարտ ինչպես կիրացնի Մոնցան, Արշալույս Պապոյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուլիչը Պապոյան, հարվածը կա, անդրադարձ եղավ Մելքոյանից ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, առաջին խաղակեսը հենց այսքանով էլ այստեղ էլ ավարտվեց։ 4-1 հաշվով հաղթում է Վերդերը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք։ Ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք միասին դիտելու Վերդերն ընդդեմ Մոնցայի հանդիպան երկրորդ կեսը առաջին խաղակեսից հետո վստահ առավելություն ունի Վերդերը խաղադաշտում հաղթում են 4-1 հաշվով Վերդերի ֆուտբոլիստները մրցակցին ու արդեն տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձի առաջին հերթին իհարկե անել Մոնցան այս բարդ իրավիճակը հաղթահարելու համար։ Եկեք եւս մեկ անգամ արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններից, սկսենք Վերդերից դարպասը պաշտպանում է Գաբրիել Պողոսյանը համար 1, Վոլոդիա Մարկարյան համար 5, Էրիկ Էլոյան համար 7, Տիգրան Հաղթազարյան համար 8, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոյան համար 11, Խաչատուր Էրզումյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բադարյան համար 23 և Հրաչյա Յարդումյան համար 26։ Թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը։ Վերդեր դարպասը պաշտպանում է, ներողություն, Մոնցա դարպասը պաշտպանում է Արտուր Հովանեսյանը համար 1։ Հիմա այս անկյունային խաղարկումը տեսնենք Մելքոյան չկարողացավ լավ կասեցնել գնդակը, բայց կմնա այն Մելքոյանի մոտ, հետո փորձեց անօթական անցում կատարել չստացվեց, այստեղ ու Մոնցան փորձեց արագակագրոյանցնել, բայց այստեղ Էլոյանը շատ վստահ գործեց։ Ծանոթացնեմ նաև Մոնցայի կազմը։ Դարպասը պաշտպանում է Արտուր Հովանեսյանը համար 1, Վենետիկ Չոկանդարյան համար 5, Գուրգեն Մնացականյան համար 7, Արտաշ Ղազարյան համար 8, Մխիթար Ավետիսյան համար 9, Մուսա Ալեքսանյան համար 10, Պապոյան փոխանցում ու հիմա ինչ լավ հնարավորություն է կորցնում Մոնցան խաղակեսի մեկ տարկում կրճատելու հաշվի տարբերությունը վրիպեց իսկապես բավական նպաստավոր դիրքից վրիպեց Գարենիկ Սարգսյանը ու հիմա հաշիվը մնաց անփոփոխ։ Եթե հիմա ստացվեր Մոնցայի մոտ խփել երկրորդ գնդակը ամեն ինչ կփոխվեր, իսկ չես խփում, դու խփում են քեզ Մելքոյան 5-1 է դառնում հանդիպան հաշիվը։ Հինգ մեկ Մելքոյանը խփում է Վերդերի 5-րդ գնդակը այս խաղում, բայց ինչ լավ փոխանցում էլ ստացավ այստեղ Մելքոյանը Տիգրան Հաղթազարյանից իսկապես հիմա
Չեմ կարող ասել Մոնցայի ֆուտբոլիստերի տրամադրվածությունը այս հանդիպան հետ կապված։ Մրցում են նորից եմ կրկնում Summer Cup-ի եզրափակիչը ներկայացնող երկու հզոր թիմեր, բայց այսօր իհարկե Վերդերի ցուցադրած խաղով պարզապես էլ ավելի է ուշադրության կենտրոնում հայտնվում։ Հիմա Ալեքսանյանը փորձը ցանցում կատարել, այստեղ անցավ մեկին, բայց հետո Աղտազարյանը նրան դիմավորեց, իսկ Աղտազարյանի շրջանցելը այնքան լեզ չէ։ Եզից կնետի հիմա Վերդերը կա մրցավարի սուլիչը տեսնենք։ Ուրադյան ուղարկում է գնդակը Պողոսյանին ու այդ փոխանցում ենք տեսնում դեպի Տիգրան Աղտազարյանով խորքից եւս մեկ լավ փոխանցում է կատարում Էրզումյանի ուղղությամբ լավներ Էրզումյանի փոխանցումը Ամբիլյան Յարդումյան, բայց չհասավ այստեղ գնդակը Էրզումյանին, այլապես գեղեցիկ խաղարկում իսկապես կտեսնենք Վերդերի ֆուտբոլիստերի կատարմամբ։ Եթե իհարկե դրվագը ավարտվել գոլով, Էլոյանն է գնդակով։ Լավ փոխանցում դեպի աջ։ Ու այստեղ Էրզումյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, Եզիս կնետի Մոնցան։ Սխալ պաշտպանությունում ու Յարդումյանը հիմա 6-1 է դարձնում հանդիպան հաշիվը։ Հրաչյա Յարդումյան 6-1 հիմա արդեն կարող ենք այս գոլով լավ եկեք չտապենք իհարկե արձանագրել Վերդերի հաղթանակը, բայց չեմ կարող պատկերացնել Մոնցան ինչպես պետք է հաղթահարի այս իրավիճակը։ Իհարկե Վերդերը ունի 5 գնդակի առավելություն հիմա խաղադաշտում, ինչը հնարավորություն է տալիս պարզապես խոսել նրանց 3 միավորի մասին, բայց կրկնում եմ եւս մեկ անգամ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է տեղի ունենա, եկեք համենայն դեպս մի քանի րոպե առաջ սպասենք ու հասկանանք Մոնցան կարողանա արդյոք որևէ բան ձեռնարկել, թե ոչ, նոր դրանից հետո արդեն որևէ փաստ կարձանագրենք։ Էրզումյան, Էլոյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա փոփոխություն էլ տեղի ունեցավ Վերդերի կազմում։ Ու հիմա արդեն կվերսկսվի հանդիպումը, Եզից պետք է դեպի Վերդերը, Պողոսյանն է կատարում երկար փոխանցում դեպի Յարդումյանը, կրկին Պողոսյան, լավ նկատեց Ամիլյանի առաջ խաղացումը, բայց այստեղ մի փոքր ուժեղ կատարեց փոխանցումը։ Հիմա էլ Մոնցան է փորձում գրոյանցնել, սխալվեց Վերդերը պաշտպանությունում, Արշալույս Պապոյան չկար այստեղ ձեռքով խաղ, մնաց գնդակը Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ, Գևորգյանն է գնդակով։ Ներողություն Ավակյանն էր գնդակով փոխանցում, տեսանք նույնիսկ հարված տեսանք, բայց այստեղ կարողացավ Վերդերի ֆուտբոլիստ Տարպասապայի մասն է խոսքս Գաբրիել Պողոսյանն իհարկե տիրել գնդակին ու թույլ չտալ այն անցի իրենից։ Վերդերը եւս մեկ գրո է սկսում։ Էրզումյան լավ նկատեց նորից Ամիլյանին, վտանգավոր գրո է անցել Վերդերը։ Էրզումյան փոխանցում, Յարդումյան գոլ։ Հրաչյա Յարդումյան 7-1 դուբլի հեղինակ են նաև դառնում այստեղ։ Ներողություն, հետրիկի հեղինակ է դառնում այս խաղում արդեն Յարդումյանը 7-1 դարձելով այս հանդիպան հաշիվ ու հիմա արդեն կարող ենք փաստել իսկապես, որ Վերդերը այսօր կհեռանա խաղադաշտից առանց որևէ կասկածի 3 միավորով պարզապես շատ ահռելի է արդեն հաշվի տարբերությունը։ Հիմա անկյունայինի խաղարկում կիրացնի Մոնցան։ Տեսնենք այս անկյունային ինչ կտա Մոնցայի ֆուտբոլիստերին,
Փոխանցում ենք տեսնում դեպի Դուգանայինի մատույցներ ու գրագետ կերպով հեռացեց գնդակը Տիգրան Ախտազարյանը հետո Չոկանդարյանի կատարած հարվածը բավական բարձր ստացվեց ու հարված կլինի կրկին Վերդերի դարպասից Կամրսավարի Սուլիչը պետք է սկսել հանդիպումը, Ախտազարյանն է խաղարկում գնդակը Մարկարյանի հետ, կրկին ստանում նրանից պատասխան փոխանցում ու գնդակ ուղարկում առաջ Յարդումյան հասավ այս գնդակին, բայց հետևից Չոկանդարյանը ճնշեց ու կարողացավ խլել գնդակի հիմա էլ Չոկանդարյանի փոխանցումը չանցավ Ադարյան, Էրզրումյան, բայց այստեղ վերջի պահին կարողանում է հեռացնել գնդակը Ռաֆայել Գևորգյանը, Ադարյանն էլ փորձեց հեռվից հարվածով աշկի իգնել, բայց հարվածը շեղությամբ ստացվեց Ադարյանի կատարած ու հարված կլինի Արթուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից Խաղարկում են գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները փորձում են եւս մեկ գրոյի անցնել Չոկանդարյան դեպի իրենից աճ ուղարկեց գնդակը իսկ այս փոխանցումն էլ արդեն ուժեղ էր Մուսա Ալեքսանյանի համար ու եզից կնետի Վերդերը Արագորեն խաղարկեցին Վերդերի ֆուտբոլիստները գնդակը Մարկարյան Կտավ Պողոսյանին աչի եզրում Պողոսյանն էլ Ադարյանին նկատեց, բայց փոխանցումը մի փոքր անհաջող կատարեց ու այն լքեց դաշտի սահմանները Եզրային նետում են հիմա իրականացնում են Մոնցայի ֆուտբոլիստները Մուսա Ալեքսանյանն է շարժվում առաջ Ալեքսանյան գեղեցիկ անցում էր Ալեքսանյան Տեսնեք ինչ որոշում կայացնի Մուսա Ալեքսանյանը հիմա արդեն դանդաղեց ու կորցեց գնդակը ու Վերդերը եւս մեկ արագ հակագրոյի հասնում Յարդումյանն է գնդակով թողեց այն Էրզրումյանին Խաչատուր Էրզրումյան վտանգավոր է Էրզրումյան բայց փակվում է հիմա Էրզրումյանի հարվածի ճանապարհը փոխարենը անկյունային հարված կիրականացնի Վերդերը Բայց հիմա Սուլեց մրցավարը փոփոխություն տեղի կունենա Մոնցայի կազմում Որից հետո արդեն խաղարկեն անկյունայինը Վերդերի ֆուտբոլիստները Հիմա կարող են Էրզրումյանը ուղարկում է գնդակը Հայկ Մուրադյանի ուղղությամբ Մուրադյան սա փոխանցում էր, բայց այստեղ Ավետիսյանը կարողացավ հեռացնել գնդակը Եվս մեկ փոխանցում դեպի Դուգանային Ադարյանն էլ կիսը շրջադարձ հարված է կատարում, բայց թույլ ուշեղ ստացվեց այս դերվագում Ադարյանի կատարած հարվածը, եթե իհարկե գրավեր դարպասը Ադարյան այս հարվածով ապա անկասկած նրա խփած գնդակը իհարկե կգրանցվեր ամսվա նույնիսկ տուրի լավագույն գոլի մասին իհարկե խոսք լինել կարծում եմ չէր կարող դժվար թե ամեն խաղում մեկնաբանատիպ գոլերի ականատես լինել բայց այս դեպքում չստացվեց Ադարյանի մոտ հիմա արդեն Մոնցան է ասնում պատասխան գրոհին ուժեղ է այս փոխանցումը Չոկանդարյանը չկասեցեց այն ու շարժվում է առաջ Վերդերը Էրզրումյան կա փոխանցում, բայց այստեղ գնդակը չհասավ Ադարյանին ու Հովհաննիսյանը դուրս գալով դարպասից տիրեց գնդակին Հիմա արդեն գրոյի անցնում Մոնցան, բայց այստեղ էլ Հայկ Մուրադյանն է կանգնում գնդակի ճանապարհին ուղարկելով Վոլոդիա Մարկարյանի 3-1-ի դիմաց Խաչատուր Էրզրումյան 8-1 Խաչատուր Էրզրումյանը նույնպես հետրիկ է գրանցում իր անվան դիմաց հաշիվը դարձնելով 8-1 պարզապես ամեն գոլից հետո իհարկե էլ ավելի խոշոր է դառնում Վերդերի առավելությունը խաղադաշտում Հիմա այստեղ կար խաղի կանոնների խախտում ու ստանդարտ իրացնի Մոնցան, բայց արդեն իհարկե Մոնցայի ֆուտբոլիստները կարծես թե նույնիսկ չեն էլ փորձում գրոհել մրցակցի դարպասի ուղղությամբ այս րոպեներին իհարկե ամեն ինչը ճիշտ են անում Վերդերի ֆուտբոլիստները թե հարձակման գծում թե պաշտպանությունում ու դրանով թույլ չեն տալիս մրցակցին այս րոպեներին որևէ բան կազմակերպել Ախտազարյան եւս մեկ երկար փոխանցում առաջ ու այստեղ կարող էր հիմա Ախտազարյանը դառնալ գոլի հեղինակ բայց դարպասապահ վերջին պահին դա թույլ չտվեց Հեռացնելով գնդակը անկյունային հարված հիմա փոխարենը իրականացնի Վերդերը Մելքոնյանն է գնդակի մոտ խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ թողեց Պողոսյանն երթին գնդակը Մելքոնյանին բայց այստեղ փոխանցումը մի փոքր թույլ ու անհաջող էր Ախտազարյան այստեղ
Խանգարեց ամեն կերպ Աղթազարյանը մրցակցին իհարկե արդեն զիջել էր դիրքը, բայց կարողացավ վերջին պահին հեռացնել գնդակը։ Հիմա եզրային նետում են խաղարկում Մոնցայի ֆուտբոլիստները, Ավետիսյանի փոխանցումն Ալդարյանն է փակում։ Ու հիմա Եզից կնետի Մոնցան։ Ավետիսյան այդ փոխանցում դեպի Վենետիկ Չոկանդարյանը գտավ կենտրոնում Չոկանդարյանը խաղն կերոջը, բայց այստեղ էլ Քարտաշյանի կատարած հարվածն է գեղեցիկ ստացվում ու Մոնցան խփում է իր երրորդ գնդակը այս խաղում։ Նարեկ Քարտաշյան 8-2 է դառնում հանդիպան Աշիվը, իհարկե Աշիվը թույլ չի տալիս այն տոնայնությամբ նշել Քարտաշյանի կպած գնդակը ինչպիսին դրա կատարած հարվածն էր, բայց արդարության համար իհարկե ասենք, որ բավական գեղեցիկ ու հաջող կարողացավ հեռվից կատարել Քարտաշյանը ոչ մի շանս չտալով իհարկե մրցակցի դարպասապային հասնելու այս գնդակին։ Հիմա նորից Քարտաշյանն է առաջարկում, այս դեպքում արդեն հեռու թողեց գնդակը ու խախտեց խաղի կանոնները Պողոսյանի դեմ պայքարում։ Եվ ստանդարտ Կիրասի Վերդերը, Մելքոնյանը խաղարկում է կրկին գնդակը Ադարյանի հետ, Ադարյանն էլ հեռվից է հարվածում ու Հովհաննիսյանը հեռացնում է այս դրվագում գնդակը Եզից հիմա էլ կնետի Վերդերը։ Պողոսյանը այդ փոխանցում դեպի Մարկարյանը, Տիգրան Աղթազարյանին է թողում Մարկարյանը գնդակը, ստանում նրանից պատասխան փոխանցումը, նորից դեպի աջ ուղարկեց գնդակը, Պողոսյանն է առաջ շարժվում։ Պողոսյան լավ փոխանցում կարողացավ կատարել դեպի Մարկարյանը, վերջին սերիենից դեպի աջ Աղթազարյան, երկար փոխանցում առաջ Ադարյանը գեղեցիկ թողնում է գնդակը բայց Մելքոնյանին, իսկ Մելքոնյանի հարվածը էլ ավելի շքեղ է դարձնում Վերդերի առավելությունը, Մելքոնյանը հանդիպան Աշիվը դարձնում է 9-2։ Մայիս Մելքոնյան 9-2 դուբլ է գրանցում, Մելքոնյանն էլ իր անվան դիմաց այս խաղում։ Իսկապես շատ գեղեցիկ ստացվեց Մելքոնյանի կատարած հարվածը, ոչ մի շանս չթողեց այստեղ Մելքոնյանն էլ դարպասապային, հիմա սխալ Մոնցայի պաշտպանությունում Ադարյան ու 10-2 է դարձնում Զորաբ Ադարյան այս հանդիպան Աշիվը։ Զորաբ Ադարյան 10-2 իհարկե Անդելյանին իրավիճակում է հիմա հայտնվել պարզապես Մոնցան ոչինչ չի ստացվում Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ այս խաղում ճիշտ է 2 գնդակ հեղինակել են, բայց փոխարենը 10 բաց են թողել։ Մելքոնյան լավ կերպով այստեղ թողեց գնդակը Էրզումյանին, ստացավ նրանից պատասխան փոխանցումը, բայց հետո էլ իրենից գնդակը հեռու թողեց ու այն լքեց դաշտի սահմանները։ Եզրային նետում իրականացնի հիմա Մոնցան։ Խաղարկում են այստեղ գնդակը պաշտպանություն են Մոնցայի ֆուտբոլիստները, Քարտաշյան Չոկանդարյանն ուղարկեց գնդակը, Չոկանդարյանն շարժվում է իր երթին առաջ, այստեղ հետ փոխանցում Ղազարյանի ուղղությամբ ու դեպի աջ Մխիթար Ավետիսյան, լավն է Ավետիսյանի կատարած փոխանցումը, բայց այստեղ Աղթազարյանը լավ արձագանքեց պաշտպանությունում ու տիրեց գնդակին, այլապես եթե գնդակը հայտնվեր Պապոյանի մոտ, ապա միայնակ էր մնալու Պապոյանը դարպասապայի դեմ։ Հիմա տեսնենք այս գրոհինչի կփորձի վերացել Մոնցան արշալույս Պապոյան, բայց իհարկե Աղթազարյանը իր մարմնով կարողանում է նորից թույլ չտալ մրցակցին առաջ շարժվել։ Եզից նետում են Մոնցայի ֆուտբոլիստները, Ավետիսյան լավ նկատեց Ալեքսանյանին, Չոկանդարյանին ուղարկեց Ալեքսանյանն գնդակը դեպի Աժեզր Քարտաշյան։ Կա փոխանցումը, տեսնենք այս գրոհինչի կվերացի Մոնցան Ալեքսանյան, բայց նորից Աղթազարյանն է պաշտպանությունում առաջինը ու կարողանում է հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս։
Եզրային այդ հնարավորություն տալով իհարկե Մոնցայի ֆուտբոլիստերին, բայց դա այս պահին, այս րոպեներին իհարկե չի հետաքրքրում Վերդերի ֆուտբոլիստերին։ Պարզապես հեռացնում են գնդակը, իհարկե թույլ չտալով մրցակցին ոչ մի հարված կատարել դարպասի ուղղությամբ։ Այստեղ էլ փոխանցումը ուժեղ ստացվեց ու հարված կլինի Վերդերի դարպասից, հանդիպումը մոտենում է ավարտին, 12 գնդակ տեսանք այս խաղում արդեն, իհարկե դեռ սա վերջը չէ, կարող ենք եւս 1-2-ը տեսնել, շատ բաց ֆուտբոլ է ընթանում այս րոպեներին խաղադաշտում, իհարկե հասկանալի է, Մոնցան ամբողջությամբ մոռացել է պաշտպանության մասին ուղղել առաջ, փորձելով որքան հնարավոր է իհարկե կրճատել աշպի տարբերությունը, Վերդերն էլ իհարկե փորձում է ամեն կերպ, ամեն ինչ անել էլ ավելի խփած ու բաստողած գնդակների տարբերությունը վերականգնելու համար, այստեղ չանց է փոխանցումը Արտունյանը կանգնեց գնդակի ճանապարհին, եզից նետում եմ Մոնցան, Քարտաշյան, լավ է նկատել Աշեզում խաղանկերոջը, բայց Էլոյանը էլ ավելի արագ գործեց այստեղ, բայց գնդակը դաշտի սահմաններում ուղարկեց այն Մայիս Մելքոնյանի ուղղությամբ, Մելքոնյան սա հարվածի փորձ էր Մելքոնյանի կատարման, բայց շեղությամբ ընթացավ Մելքոնյանի կատարած հարվածը ու գնդակը լքեց դաշտի սահմանները Մեջ Օկանդայանի կատարած փոխանցումը չանցավ ու Հաշտակի դաշտի մեջ հանգ է Եզից կնետի Վերդերը Ադարյան ու այստեղ Ավետիսյանը հերու վարկեց գնդակը խորքից սկսում են Վերդերի ֆուտբոլիստները Հայկ Մուրադյան Հիմա էլ Մուրադյանի փոխանցումը բաժին հասավ մրցակցին ու խորքից արդեն կսկսի Մոնցան Քարտաշյանն է այստեղ բայց Մելքոնյանը գնաց պրեսինգի խլեց գնդակը հետո Մաքուր խլեցին գնդակը Մելքոնյանից ու փորձում է հիմա Մոնցան գրոհի անցնել Ադարյան այստեղ կարողացավ Վերդերը խլել գնդակը մրցակցից ուղարկեց Ադարյանը գնդակը Երզումյանին դեպի Մելքոնյանը փոխանցում տեսանք Մայիս Մելքոնյան ու այստեղ էլ Մելքոնյանից կարողացան խլել գնդակը Մոնցայի ֆուտբոլիստերը ու շատ արագ հակագրոհի են անցնում Պապոյան հետ փոխանցում Չոկանդայանին կրկին Պապոյան կհետևի հարված արդյոք հենց Պապոյանն էլ հարվածեց բայց այստեղ բարձր է ստացվում Մարշալ Լուիս Պապոյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Խաղարկում են գնդակը Վերդերի ֆուտբոլիստները, իհարկե այս հանդիպումից հետո եւս մեկ ջեր հետաքրքիր ու ջեր դրամատիկ հանդիպում են ձեր ուշադրությանն ներկայացնելու կոմերցիոնի միազդեմ Ատլետիկո Երևանն ու Լիվերպուլը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկող թիմի անունը պարզ դարձնելու համար դիմակայության պատասխան հանդիպումն է մեզ սպասվելու, որտեղ հիշեցնեմ առաջին խաղում կարողացել է Ատլետիկո Երևանը 4-3 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ ու այսօր իհարկե Ամեն ինչ անելու են երկու թիմերն էլ եզրափակիչ դուրս գալու համար տեսնենք Ատլետիկո Երևանն ընդդեմ Լիվերպուլի հանդիպումը թիմերից որ մեկին ինչ կտա Այդ հանդիպման մասին խոսենք Այդ ժամանակ հիմա տեսնենք արդեն անկյունայինի խաղարկումը ինչ կտա Մոնցայի ֆուտբոլիստներին Չոկանդարյանն է գնդակի մոտ Տեսնում ենք փոխանցում այստեղ դարպասապահը շեղեց գնդակի ուղղությունը այն հայտվեց Մուսա Ալեքսանյանի մոտ Ալեքսանյան հարված ու հիմա
Ալեքսանյանի հարվածը անկասելի է ստացում, գրավեց մրցակցի դարպասը Մուսա Ալեքսանյանը խփելով իր թիմի երրորդ գնդակը այս խաղում։ Մուսա Ալեքսանյան 13-րդ գնդակն ենք տեսնում այս խաղում, Ալեքսանյանը այն գրանցեց իր անվան դիմաց, էլ ավելի գոլարատ հանդիպում պարզապես չէինք էլ կարող պատկերացնել, Չոկանդարյանն է հիմա էլ հայտնվել է արձակման գծում ու այստեղ Էլոյանը կարողացավ սահանքման գնով հեռացնել գնդակը, ևս մեկ անկյունային հիմա իրականացնեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Չոկանդրանյանն է պատրաստվում այն իրացնել։ Կա փոխանցումը, բայց Մելքոնյանը հեռացնում է գնդակը ու եզրից հիմա կնետի Մոնցան։ Արկեցին Մոնցայի ֆուտբոլիստները։ Գնդակը հեռարարված էլ տեսանք, բայց չեղությամբ ստացվեց այս կատարած հարված ու հարված կլինի հիմա Վերդերի դարպասից։ Խաղարկում են գնդակը Վերդերի ֆուտբոլիստները, Ամիրյան գեղեցիկ գործեց Ամիրյանը ուղարկելով այն Մայիս Մելքոնյանին, այս գրով տեսնենք ինչ կտա Վերդերին, ինչու չփոխանցեց Մելքոնյանը Երզումյանին չեմ հասկանում, բայց պայեց գնդակի իր մոտ, հետո էլ փորձեց անհատական անցում կատարել, չստացվեց, կորցրեց ու հիմա Մոնցան կշարժվի առաջ, Արշալույս Պապոյան կա փոխանցումը, բայց այստեղ դարպասապանն է դուրս գալիս իր դիրքից ու հեռացնում գնդակը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է գերգոլարատ հանդիպում 10-3 հաշվով առավելության հասավ Վերդերը մրցակցի նկատմամբ ու վաստակեց իր երթական 3 միավորով Ինտեր քափում մեզ մոտ կարճատև դադար է, որից հետո կվերադառնանք